Ինչպես գիտեք, 2023 թվականի բռնի տեղահանումից հետո Հայաստանում ապրող մեր հայրենակիցները առաջինը մեզ ձեռք մեկնեցին եւ գրկաբաց ընդունեցին իրենց տները, որի համար եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում։ Այնուհետև Հայաստանի կառավարությունը ամբողջությամբ իր վրա վերցրեց արցախցիների սոցիալական խնդիրները։ Սկզբնական շրջանում գործում էին աջակցության ծրագրեր, ինչը հնարավորություն էր տալիս արցախցիներին ապրել եւ արարել մայր հայրենիքում, որին հաջորդեց այլ ծրագրեր։ Խոսքը գնում է բնակարանային ծրագրի մասին, որտեղ հաշվի չեն առնվել Հայաստանում շուկայական գները։ Մենք բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք այդ խնդիրների մասին, որից հետո ուրեմն տեղի ունեցած հանրահավաքը, որտեղ մենք ներկայացրեցինք այն բոլոր բացթողումները, որոնք որ առկա են այդ ծրագրի շրջանակներում, կառավարությունը խոստացավ մեզ որոշակի լուծումներ։ Մեկ ամիս մենք ուրեմն մնացինք Ազատության հրապարակում, հանդիպումներ ունեցանք քաղաքական ուժերի հետ, ներկայացրեցինք մեր օրակարգը, շատ լավ գիտակցելով, որ այսօրվա իշխանություններից մեծ սպասելիքներ չունենք, քանի որ նրանց համար Ղարաբաղյան հակամարտությունը փակ է, արցախցիների հարցը, վերադարձի հարցը փակ է, եւ շատ լավ հասկանում էինք, որ ամեն ինչ անելու են, որ ժամանակի ընթացքում արցախցիները արտագաղթեն։ Սա իհարկե իրենց կողմից արձանագրված փաստ էր, իրենք հասկանում էին, որ արցախցիները մնալով Հայաստանում վերադարձի հարցը լինելու է օրակարգում։ Այնուհետև իրենց կողմից առաջ քաշված այդ բնակարանային ծրագիրը, ինչպես գիտեք, բաժանված էր գոտիների, սահմանամերձ գոտիներում մեկ շնչի մասով 5 միլիոն դրամ, որոշ բնակավայրերում 4 եւ Երևանում ու Արբանյա քաղաքներում 3 միլիոն դրամ, մեկ շնչի մասով։ Ակնհայտ էր, որ փոքր ընտանիքները, 1, 2 կամ 3 անդամներից բաղկացած ընտանիքները այդ բնակարանային ծրագրով չեն կարողանալու ուրեմն տանիք ունենան։ Մենք սրա մասին բազմաթիվ անգամներ քննարկել ենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, խոստացել եմ մեզ բարեփոխել, բայց ինչպես տեսնում ենք, այդ խոստումները մնացել են սեղանին։ Այնուհետև ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ այստեղ օրվա ընթացքում մեզ են դիմում բազմաթիվ արցախցիներ, ովքեր մնալու տեղ չունեն։ Հուլիսի 1-ից աջակցության այն ծրագիրը 40+10, ինչպես գիտեք, դարձել է 30,000 դրամ եւ այն գործելու է մինչեւ ուրեմն տարվա վերջ։ Մենք չգիտենք այնուհետև ինչպիսի ծրագրեր են լինելու, եթե իհարկե դրանք լինելու են։ Կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ։ Սա մտահոգիչ է։ Վերջին օրերին ականատեսն ենք լինում անձանց, ովքեր ավելի ճիշտ կլինի, որոնց խաբեությամբ հափշտակել են նրանց գումարները եւ բնակարաններ չեն տրամադրել։ Ունենք նմանատիպ փաստեր, ահազանգում ենք, բարձրաձայնում ենք, բայց կառավարության կողմից բավարար ուշադրության չեն արժանանում։